Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ ուրիշ կարծիք ոդքասթի եթերում ենք, այսօր հյուրընկալել եմ կարծիք ոդքասթում մեր սիրելի ընկերոջը Հրանտին, իրավունք թերթի լրագրող, բարև Հրանտ ջան։ Բարի երեկո, Սևան։ Ընդհանուր առմամբ Հրանտ ջան, խոսելու ենք LGBT այդ համայնքի այդ չարիքից ու աղանդավորներից, ես տեղյակ եմ նաև, որ դու երկար տարիներ դրանց հետ կապված նյութեր ես գրում ու պայքարում ես, այսպես ասած, իրենց դեմ, արի սկսենք այն ժամանակից, երբ որ մենք ծանոթացանք, երևի 12-13 թիվներ, այդ պայքարի ընթացքում եմ ես ծանոթացել Հրանտի հետ, եթե չգիտեն մեր նայողները, մեր հայրենակիցները, սկսենք ընդեղից։ Երևի թե մեր դիտողներին էս պահին պիտի ներկայացնենք, որովհետեւ քո կամերան էսի, դու Սևան, դու պայքարի հենց կիզակետում էիր, այն ժամանակ շատ թեժ պայքար էր ընթանում, բայց նկատի ունենանք, որ այն ժամանակ պայքարում ենք եւ պայքարը արդյունք էր ունենում։ Այսօր ինչ ենք տեսնում, այդ նույն համայնքը, հայտնվեց ազգային ժողովում օրինակ։ Ազգային ժողովից բաներ, չէ, ելույթ ունեցավ տրանսգենդերը, ասենք ու այն ժամանակ պայքարը ընդհանրեն էր, ինչ որ այգուց մանկական զբոսայգին տրվի իրական իրենց տերերին, մանուկներին, դրա համար էր ամբողջ պայքարը, բայց ամեն դեպքում այսօր աղանդավորները թե LGBT համայնքի հետ ներկայացուցիչները, ասենց ասած գոմիկները, որ հասկանան մարդիկ, այսօր բոլոր ամեն ինչի մեջ կան, այսպես ասած, ավելին ասել, բոլոր ոլորտներում, բլոգերներում, կառավարությունում 4 նախարարությունում արդարադատություն, առողջապահություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարության կից խորհուրդների կազմում կան այս համայնքին, այսպես ասած, ներքո գործող հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։ Ընդ որում ասեմ, որ ի պատիվ ԿԳՄՍ նախարար Ժառն Անդրեասյանի միակ այս նախարարությունն է, որ իր կից խորհրդում չի ներառել այդ համայնքի ներառել, ասենք։ Դե քանի որ եկեղեցուն հանեցին պաշտպանության բանակից, շատ հնարավոր է որ հնարավոր է ամեն դեպքում, այսօր մենք ունենք սրբազաններ, քաղբանտարկյալներ, որոնք բանտարկված են ու քաղաքական հայացքների պատճառով, այսպես ասած, թե այդտեղ քաղաքական հայացքները որն է, եթե քրիստոնյա ես եկեղեցու կողքին կանգնած ես, բռնում կալանավորում են, չես հասկանում ինչա կատարվում էս երկրում։ Հիմա հասել ենք մտ կետի, որ աղանդները ցենց թափվել են այն ժամանակ, օրինակ Եհովայի վկաները, որ փողոցում քարոզ էին իրականացնում, մոտենում էինք, հորդորում էինք, որ չիրականացնեն, ամեն դեպքում բան կար, չէ՞։ Իրենց ստենդի վրա գրված է անվճար։ Ամբողջ։ Ես մոտենում էի, ասում էի բարև ձեզ, ասում էին բարև։ Ասում էի կներեք, ես անվճար է, բան, ասում էին դե ոնց անվճար կարաք օգտվեք։ Բան ամբողջը վեկալում գնում էի, ասում էին ուր ես տամ, ասում էի անվճար չի, չեք տալի ինձ։ Հիմա դրել եք, ասում եք անվճար վեկալ, ես սաղ ուզում եմ վեկալեմ։ Բայց հիմա ուրիշ բան ասեմ։ Հիմա տենց բան անես, հիմա տենց բան անես, քրեական ինչ-որ հետապնդում, ատելության խոսք, ատելություն, սահմանադրություն ես արդեն ոտնահարում։ Բայց մի բան ասեմ, իրենց գործերն էլ այսօր այդքան լավ չի, որովհետև աղանդավորների գործունեությունը ինչ էր, հիմնականում գործել ազգային եկեղեցու դեմ եւ քայքայիչ այսպես ասած, ծրագիր իրականացնել պետության դեմ։ Այսօր այդ ամենը երբ որ անում է իշխանությունը, այսինքն եկեղեցու դեմ գործելը եւ այլն, աղանդավորներին էլ ոչ մի բան չի մնում անել, քան ուղղակի այնպես ադի-բուդի վերցնել ու գարեջուր եւ վայելել այն պատողները, ինչի համար իրենք պայքարում էին, ասենք 35 տարի։ Դե իրենց ներկայացուցիչն է երևի այսօր եկե իշխանության, դրա համար տենց է ստացվում էլի։ Հիմա օրինակ եթե նախընտրական ծրագրում այսօր քաղաքացիական պայմանագիրը ներառել է կաթողիկոսի ընտրություններ, այսինքն վեհափառ հայրապետի գահանկեցության հարց, էլ այս սրանից այն կողմ, ես չգիտեմ, էլ ինչ պիտի լինի։ Այսինքն եթե 2021 թվականի ընտրությունները Արցախի համար հարաքվեեր, մենք հանձնում ենք Արցախը, համաձայն ենք դրա հետ թե ոչ, այսօր արդեն էջմիածինն ենք հանձնում։ Ուղղակի չեմ հասկանում, ժողովուրդը ինչ ձև է մտածում, որ գնում ինչ-որ մասա կա, որ գնում ընտրում է, չէ՞, այդ իշխանություններին։ Ինչ-որ չգիտեմ, կրթություն չունեն, թե չգիտեմ, այդ մարդկանց հետ ես օրինակ մի քանի մարդ ճանաչում եմ, որ իրան ընտրելու են ու ընտրում են, իրենց բնավորությունը, իրենց վարքագիծը հաշվի առնելով ուսումնասիրելով հասկանում ես այդ մարդիկ նախ կրթություն չունեն,
դպրոցը մեր ժամանակ 8-ից ավարտում էին, հետո մինչև 10 էին, չէ՞, սովորում 8-ից դուրս են եկել, ինչ որ բանվոր են աշխատել, մինչև հիմա ինչ որ միտեղ էլի բանվոր են աշխատում, ունես չի իրենց կյանքում բանա փոխվել կամ հաջորդիվ բանա փոխվել, բայց այդ մարդիկ են հիմնականում գնում Նիկոլին ձայն տալ, էլի, միտքը ո՞րն է։ Այդքան էլ հակված չեմ ժողովրդին մեղադրել, Սևան։ Չէ, ժողովրդին չեմ մեղադրում, ինչ որ զանգված կա, որ իրան սիրում է, այսինքն եթե մարդ պետությունդ քայքայում է, Արցախը տալիս է, եկեղեցին, ասենք, պարակտում է, վեհապարին ցանկանում է գահընկեցանի, այդ մարդուն որ մի բանական մարդ է, հնարավոր է այս սեղանը պետք է իսկ գուցե ժողովուրդը ռեալիստ ու պրագմատիկ է ու երբ որ չի տեսնում այն միասնական ուժեղ կերպարը ով կարող է փոխարինել այս մեկին Դե եթե դրան փոխարինող չկա, եթե ընդդիմությունը չի միանում իրար, լեզու չեն գտնում։ Չեմ հիշում, որ քաղաքական գործիչներից մեկն էր ասել, որ ասում էր ավելի լավ է պոլիպեդ լինի մեր վարչապետը, քան թե Նիկոլ Փաշինյանը, պոլիպեդին, որ հնարավոր է պոլիպեդը չի կարա դավաճան լինի, սուտ այդ լոգիկայով էլի։ Բայց այդ էլ հիշենք էլի 2018 թվականին էլ ասում էին թող մենակ նախկինները չլինեն, ով ուզում է լինի, ինչ ուզում է լինի։ Էլի չգանք էլի այդ շրջապտույտի մեջ, որ ասենք Նիկոլ Փաշինյանը չլինի, ով ուզում է լինի, հետո ընկնենք ավելի մեծ փոսի մեջ։ Այս մտավախությունն էլ էլի պիտի ամեն դեպքում գոնե բանիմաց մարդ լինի, էլի ամեն դեպքում, չգիտեմ, դե հա, երբ մի քիչ դժվար է պատկերացնել, բայց ժամանակը Ալեքսանյան Վահագը եղել։ Ժամանակը ցույց տվեց, որ Ալեքսանյան Վահագը ավելի լավ ղեկավարի, քան թե Նիկոլ Փաշինյանը։ Դե դժվար, բայց չէ, դե իմ կարծիքով, չէ, այստեղ անունների խնդիրը չի, իմ կարծիքով նենց իրավիճակում ենք հայտնում, որ Նիկոլից վատը չկա։ Անկա նաև իր թիմում Նիկոլից վատը չկա։ Բայց նաև ես կուզեմ, որ մենք նայենք ի վերջո վերջապես ժողովուրդը նայի նաև ծրագրերին, ով ինչ է առաջարկում, ով ինչ փոփոխություն է բերելու։ Ուղղակի անձերի տեղափոխությունը, չգիտեմ, ինչքանով մեզ կտանի այն պայծառ ապագան, որը բոլորս երազում ենք, ցանկանում ենք, բոլորը նախընտրական շրջանում խոստանում են, բայց արդյունքը Դե Նիկոլ Փաշինյանն էլ 21 թվականին մուրճ մանգաղով եկել էր, մուրճով բան դատելու ենք, ինչ ենք անելու, բայց ամեն դեպքում ոչի բան չեղավ։ Այդ իր անդրազանգվածի համար։ Ընդդիմությունն էլ ասում էր կրելու ենք։ Էլի ոչ իման չէ։ Թե արի դրանից չխոսենք, թե չէ ավելի կընթարցակվենք այդ կարելու էինքի հետ կապված, տենց թողենք մյուս անգամ անպայման կանրադառնանք, անցնենք մեր այդ աղանդավորներին, այսօր այդ համայնքները տենց ավելի շատ пассивացել են, թե էլի ակտիվ են։ Իհարկե ակտիվ են, իհարկե բնականաբար ինչքան էլ իրենք որ երթվեն, որ ընտրություններին իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ եւ այլն, պարզ է որ իրենք այդտեղ մեծ գումարներ են լվանում, մեծ ռեսուրսներ ունեն ու իրենք իրենց առաքելությունը կատարելու են։ Այստեղ այլ բան է, որ իշխանության գործելավոճն ու իրենց գործելավոճը ըստ էության երկուսին էլ համահունչ է, երկուսին էլ հակաեկեղեցական է։ Իսկ եկեղեցու մասով ինչ ես կարծում եկեղեցին ինչ իրավիճակ կստեղծվի, եթե պատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է։ Ինչ պետք է մենք անենք, որպես քրիստոնյաներ, ոչ մի բան պետք չի անել, Սևան, արի անկեղծ լինենք, այդ ժամանակ այսինքն մենք հունիսի 7-ից հետո մի բուրխունք ուղակի լցնենք մենք մեր վրա ու վերջացնենք այս պատմությունը։ Այսինքն եթե մենք համակերպվելու ենք նույնիսկ նրա հետ որ պիտի արդեն մայրաթոռը հանձնենք, որովհետեւ սա իրոք հանձնում է, հա, այսինքն այն ինչ որ ասում էր Փաշազադեն, այսօր պիտի իրականություն դառնա։ Բայց հրան ջան հույսը կապել հունիսի 7-ի ընտրությունների հետ մի քիչ, չգիտեմ, ես չեմ պատկերացնում ընտրություններով իշխանություն կրել։ Չեմ պատկերացնում այդպիսի process։ Եղավ առաջարկը, իմպիչմենթը կար, թողանեն։ Իմպիչմենթը կար, բացի դրանից փողոցային պայքար պետքա լիներ։ Վերջապես մանդատները դնելու տարբերակը կար, ինչքան էլ ասում էին, որ դա կարելի էր ինչ-որ ճգնաժամ ստեղծել, պայքարի կոչեր անել, փողոց դուրս գալ, գեներացնել ժողովրդին, ամեն ինչ կարելի էր անել, բայց այդ ամեն ինչը մի կողմ է դրվում, գնում ենք ընտրությունների։ Հունիսի 7-ին ընտրություններում կներես խոսքդ կտրեմ, ընտրություններում հայտնվում են մարդիկ, որոնց գոնե ես եւ դու Սևան այս 6 տարվա մեջ բոլոր այդ հանրահավաքներին, ամեն ինչին, բոլոր խնդիրների ժամանակ հաստատ փողոցում հանդիպել ենք, հա։ Ես շատերին չեմ տեսել։
այսօր ընտրության այս նախընտրական այս էйֆորիայի մեջ հայտնվում են մարդիկ, մենք պայքարում էինք, անում էինք, ասում ես ֆրանս։ Լավ են անում, կարևորը թող պայքարը Նիկոլի կողքը չկանգնեն։ Չէ, բայց ուր էին, երբ որ Հրանտ ջան, հիմա նայ որ խոսենք վեհապարին ուզում էին գցեին ձորը։ Ամեն անգամ այդ դրա մասին խոսելուց պետքա տարբեր մարդկանց անուններ հնչեցնենք, այսօր էլ ընտրական process-ա ու մենք ամբողջովին ես իմ անձով էլ պայմանավորված ընդդիմության կողմից եմ ու չեմ ուզում պարակտումը մտցնել ինչ-որ անուններ տալ, բայց ամեն դեպքում այդ մարդիկ ուր էին, բայց այսօր լավա գոնե Նիկոլի կողքը չեն, ժամանակին Նիկոլի կողքը կանգնած լիքը մարդիկ այսօր մեզնից շատ են ընդդիմադիր։ Դա հարաբերական, երբ հունիսի 8-ին, երբ որ տեսնենք թե ովքեր կմիանան կոալիցիոն օրինակ կառավարություն կլինի ԿՊ-ի ես չեմ կարծում որ Նիկոլ Փաշինյանը եթե այս իրավիճակով շարունակվի Նիկոլ Փաշինյանը 50+ զան է տանելու այդ խնդիրն էլ չի լինելու իրանց մոտ Նիկոլի հետ իշխանություն կազմելը։ Դե ես մի քիչ ավելի լավատեսեմ երևի, որ կարող է այդ 50+1-ը չլինի, եւ կարիք լինի այլ քաղաքական ուժերի հարցումներից ընդհանրապես տեղեք ես, հարցումներ թե ասենք ինչ իրավիճակ է, Նիկոլ Փաշինյանը ինչ ռեյտինգ ունի։ Նիկոլ Փաշինյանը ունի վարչական ռեսուրսներ, ռեյտինգ չունի։ Նայ, օրինակ on-line ձևով հարցում անելուց Տենց հիմնականում ֆեյքեր չեն, որովհետև YouTube-ով են կազմակերպում այդ հարցումները, տենց 50+ հավաքում է։ Դե եթե ինքը YouTube-ում այսօր կարողացել է քաղաքացիական պայմանագիրը գովազդ դնել ու կարող է մեր հաղորդման հենց սկզբից YouTube-յան գովազդ գալ Նիկոլ Փաշինյանի սրտիկով եւ խաղաղությունով, Դե չէ, հիմա ընդդիմությունն էլ է նույնը անում, օրինակ ընդդիմությունից Արմեն Թաթոյանը դեժա անգամ հեռախոսների մեջի խաղերում որ խաղ են խաղում, ինչ-որ բան չէ, ասենք Tetris բան կա, ընթացքում գովազդ է չէ բերում։ Անկամ այդ գովազդը իրանցն է բերում։ Իրանց ավելի շատ է, ես քեզ ասեմ։ Արի անկեղծ լինենք, այդ մեծ փողեր թափելը նախընտրական շրջանում դեռ չի նշանակում, որ ձայներ բերելու է։ Չէ, եթե այդպես գովազդային որովհետև նույն ձեր նշած անձնավորությունը դեռ իր ցուցակում ու թիմում խնդիրներ ունի, որ դեռ չձևավորված արդեն պարակտվում մի կողմ դնենք, բոլորին կոչ անենք միասնության, որովհետև իմ կարծիքով եթե Նիկոլ Փաշինյանին պետքա հաղթի ինչ որ անձնավորություն չի լինելու է ընդհանուր միասնական ընդդիմության։ Բայց 6 տարի գոնե փորձեր եղան, չէ՞, հիմա դիմադրության շարժում գործունեությամբ միասնության բազմաթիվ այսպես ասած հորդորներ ու կոչեր հղել ենք։ Հիմա մենք այդքան միասնություն նայ, հիմա այս հաղորդումից հետո որ մենք սկսենք ասենք այս մարդը գիտես ինչ կա, մենք 1500 անգամ ասել ենք միասնություն լինի, միանանք իրար մի կողմ դնենք բոլոր այդ տարանջատումները, այդ խնդիրները բան, բայց այդ մարդիկ վաղը մեզ մեղադրելու են, ասել են դուք ընդդիմության մեջ պարժ եք գցում։ Հասկանում ես, այն մարդիկ, ովքեր ասենք ոչ մի հանրահավաքների չեն եղել, ոչ մի պայքարների մեջ ներգրաված չեն եղել, այսօր իրանք կարան մեզ ուղղակի մեղադրեն։ Հասկանում ես, այդտեղ ենք հասել։ Հա, բայց այսօր կա համացանց, այսօր բոլորին գիտեն, ամեն ինչ տեսնում են, գիտեն ովքեր են զայներ փոշիացրել, ովքեր են մեծ խոստումներ տվել չեն արել, ովքեր են գնացել ի վերջո Նիկոլ Փաշինյանի հետ, այսպես ասած հարց ու պատասխան արել, այդ ամեն ինչ մենք տեսել ենք, այսօր ուղղակի տենց մեղադրել, ասել, այ դու ձեր ոդկասթն են պատճառը, որ մենք չհաղթեցինք, դե կներեք։ Ասում եմ, պետք են մարդիկ ում կմեղադրեն։ Իհարկե, միշտ բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Դե ամեն դեպքում հույս ունենանք, որ ընդդիմությունը կհաղթահարի, հաղթանակի լավ։ Ոչ թե կկրի, այլ հաղթանակի մակարդակում էլի։ Դե ամեն դեպքում մենք մեր հայրենակիցներին բոլորին կոչ ենք անում գնալ ընտրել ընդդիմությանը, այսպես ասած, ցանկացած մեկին, ով Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցված չէ, թե ում կընտրեք, դա էլ արդեն իր։ Ընդհանրապես պետք է հորդորել առհասարակ գնալ ընտրության, որովհետև անպայման գնալ ընտրության։ Գնացողը հələ մի կողմ, մենք ունենք մի հատ մեծ զանգված, առնվազն ընտրազանգվածի կեսը, ովքեր այնքան են հոգնել այս քաղաքականությունից։ Էլ չեն ուզում ոչ լսեն, ոչ գնան, ոչ ընտրեն, այն որ մանավանդ 2-3 անգամ սխալվելուց հետո մարդիկ գոնե 4-րդ անգամ այլ չեն ուզում սխալվեն, ասում են գոնե իմ ձեռքով չլինի, հետո էլ չմեղադրեն, ասեն հա քո ընտրության հետևանքներ են ինչ որ ունենք։
Բայց ինչ ես կարծում, այդ աղանդավորների մասն ամբողջությամբ գնալու է ընտրի Նիկոլ Փաշինյանին, թե իրենց մեջ է տարաձայնություններ կամ այդպես տեղեկություններ ունես, թե ընդհանուր առմամբ այդ դաշտը ինչ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, ես ամբողջ այդ դաշտը, որի դեմ պայքարում էինք, որի հետ ինչ որ խնդիրներ կար, չէ, փորձում էինք դեմ գնալ իրենց, այդ մոռացել ենք, մեր պայքարը ուղղել ենք ամբողջությամբ այս չարիքի դեմ, այս իշխանությունների դեմ։ Դու այսպես ասած ընդհանուր առմամբ տեղեկություններ ունես այդ համայնքներից, այդ կազմակերպություններից, որոնք այսօր այդ համայնքները հաստատ լավը չեն դարձել։ Դե 65-ից ավել բան կա, չէ՞, կառավարական կազմակերպություններ կա գրանցված։ Ես էդի քեզ ասում եմ 16-17 թվի տվյալներ, որովհետև դրանից հետո չեմ էլ ուսումնասիրել։ Այո, ցավոք սրտի այդ հարցով զբաղվող փորձագետներ չունենք։ Լուսահոգի Ալեքսանդր Ամարյանից հետո երևի թե այս հարցով ոչ մեկ լրջորեն ու հրապարակային չի զբաղվել, բայց ես էլի եմ ասում, իրենք այնպես չի, որ հանկարծ կարող է ինչ-որ տարաձայն, այսինքն եթե մի կուսակցություն է այսօր հայտնվել, ում նախընտրական ծրագրում ամրագրված է կաթողիկոսական ընտրություններ կամ կաթողիկոսին հեռացնելու, այսպես ասած, գործընթաց եւ այլն, որ մի աղանդավորը պիտի լինի, որ ուրախ չլինի։ Օրինակ Պաշտպանության նախարարությունում այդ տեղի ունեցած փոփոխման հետևանքով այսօր ճեմարանն ավարտված յուրաքանչյուր մեկը կարող է աշխատավարձով հայտնվել բանակում։ Ու կարող է մարդը ճեմանան ավարտելու, բայց հետո գնացել աղանդավոր է դարձել, այսինքն կանաչ լույս ենք վառել աղանդավորների համար, ովքեր կներխուժեն բանակ։ Բայց այսօր նույն աղանդավորը տեսնում ասում է, կարող է այս կաթողիկոսական ընտրությունները անեն, ու հանկարծ մեր այս բանը, այն ինչա կոչվում, վերապատվելին կամ մեր այդ հոգևոր հովիվը, հանկարծ ստացվում մարաթոռ մտնենք, ինչի՞ չէ որ։ Դե ամեն դեպքում ամեն ինչ հնարավոր է այս իշխանությունների օրոք։ Բացի այս իշխանությունը, սա գլոբալ ծրագիր է ու դրա հետևանքները սկսած Ուկրաինայից, վերջացած Մոլդովայով, տեսնում ենք, հոգևորականների ձերբակալություններ, հալածանքներ ու նույն ուղղափառ եկեղեցու դեմ, նույնպես չի որ մենակ սա։ Բայց նայ այն ժամանակ ասում ժողովուրդը անտարբեր չէր։ Նախկինների ժամանակ որ ասում էին ինչ որ չգիտեմ, այդ ժողովուրդը անտարբեր չէր։ Իրոք անտարբեր չէր։ Մարդիկ հետաքրքրվում էին։ Հիմա ֆեյքերն են, ֆեյք են, ամբողջը ֆեյք է։ Բայց ժողովուրդը չի հասցնում որի դեմ պայքարի։ Ինչի դեմ ուզում ես պայքարես բանի հանուն եկեղեցու հերոսների այդ անկյունները, որոնք կան դպրոցներում, դրանք են անգամ բժշկական համալսարանից դուրս եկավ Շուշիի այդ պատկերով։ Ու մինչև հասցնում ես դրա դեմ պայքարել, տեսնում ես, որ, չգիտեմ, ինչ որ զոհվածների ծնողներին են քաշքշում, մինչև փորձում ես հասցնել գոնե զոհվածների ծնողների կողքին կանգնես, դպրոցական աշակերտ է կալանավորվում ու մինչև այս Նիկոլ Փաշինյանի կողքով անցնելու համար։ Այո, որ մեկի դեմ պայքարի ժողովուրդը չի հասցնում այս տեղեկատվական այս քաոսի մեջ, մարդիկ այսքան պիտի իրենք ոչ գործի գնան, ոչ իրենց կյանքով զբաղվեն, ամբողջովին ինչ որ բայց պետքա չեմ գոնե ասենք, չգիտեմ, մի 10 օր ամեն ինչ մի կողմ դնել ու դուրս գալ փողոց։ Ինչ-որ ակնկալիքով։ Արեցին, մարդիկ կալանավորվեցին, հայտնվեցին։ Դե ամեն դեպքում հիմա եթե գնանք այն ժամանակները պետքա հիշել, որ ինչ որ չէր ստացվում։ Իրոք չէր ստացվում։ Հա դե մինչ մեր երկիրը դարձել է փորձադաշտ, ամեն անգամ տենց անենք կլնի չի լինի։ Դե հիմա եթե իմանաս ալնելու է այդ դեպքում ոնց, այսինքն պետքա պայմանավորվես նոր անես, պետքա փորձես ամեն դեպքում։ Սևան ջան, մենք հիմա չէ հստակ ծրագրով բանով գնաս երկրի ճակատագրի մասին ու դե եթե երկրի ճակատագրի մասին ենք խոսում, պետք է խաղատուն չի, եթե դու ունես հստակ ծրագիր, այդ ծրագրով գնաս Հիմա հնարավոր է ծրագիրը չստացվի, ինչքան էլ պատկերացնես։ Ես չեմ կարծում, որ մեր այնտեղ նստածները ինչ որ քաղաքական միտքը, ազգային, չգիտեմ, այսպես ասած գաղափարները այդքան հետընթաց են ապրել, որ մենք չկարողանանք էլի։ Երիտասարդների հետ ընդհանրապես շփվում ես, ասենք 25-ից ցածր մինչև 16-15 տարի։ Ու տեսել ես թմրանյութերը ոնց են սողոսկի այդ մարդկանց մեջ խաղամոլությունը ոնց է մտել։ Մտնում ես TikTok, հասկանում ես, որ մենք կործանվել ենք։ Չգիտեմ, այսօր որ տրամադրությունից չեն գնում։ Ասենք, չգիտեմ, YouTube-ով բացել եմ, շուտ մարդիկ բան են, on-line խաղատաներում խաղում են ու այդ մարդիկ, ասենք, չգիտեմ,
վիդեոներ, ուղիղ եթերներ են անում ու ցույց են տալի ու ասենք 100,000-ավոր դիտումներ ունեն այդ մարդիկ։ Այսինքն ու իշխանության 0 պայքար կայ դրա։ Ընդհանրապես պայքար է, հանցավոր անգործություն է ամբողջությամբ ու նաև թմրանյութերի հետ կապված շրջանառության ու ես նաև կարծում եմ, որ հնարավոր է այսպես լինի, էլի։ Եթե այդ մարդիկ չեն պայքարում դրա դեմ կամ ուղղակի փոխկապակցված են կամ այլ տարբերակ չկա, էլի, ինչ որ երկրորդ տարբերակ, որ ասենք, չգիտեմ, անտարբեր են դրա հանդեպ, որովհետև այդտեղ լիքը փող կա, ասենք, չգիտեմ, այդ մարդկանց դեգրադացնում են, այսինքն ինչ որ գործողություն է իրականացում ու իշխանությունները կապ չունեն դրա հետ ամբողջովին։ Բայց մոտիվացիա էլ նաև պետք է լինի, հա, նույն երիտասարդության համար։ Եթե անընդհատ գնում ես գլուխդ խփում ես պատին ու այդ պատը չես կարողանում ճեղքես, սա էլ է խնդիր, շատ լավ տեղից դուք սկսեցիք հարցազրույց Սևան, այն ժամանակ, հա, երբ որ դուք էիք պայքարում, երբ որ մենք էինք, այսպես ասած, ինտենսիվ հետևողական նյութեր գրում։ Ես հիշում եմ պարոն Բաբուխանյանն էլ ազգային ժողովրդի ելույթներ ունենում, բոլորը այդ իշխանական падգամավորների մակարդակով։ Չէ, մենք դիմել ենք օրինակ քաղաքապետարան պարոն Մարգարյանին, քաղաքապետը այդ ժամանակ պարոն Մարգարյանն էր, ասենք մեզ օժանդակել է, այդ ժամանակ ես հիմա ասենք հանրապետական կուսակցությունից եմ, բայց այդ ժամանակ ընդհանրապես կապ չեմ ունեցել հանրապետական կուսակցության հետ, օժանդակել է կոմայգում, այդ մանկական զբոսայգում ասացինք հնարավոր է որ տեսախցիկներ տեղադրվեն on-line դիտելու հնարավորությամբ, տեղադրեցին լուսավորության խնդիր կար, լուսավորության խնդիրը լուծեցինք, ասացինք եկեք այգին ժամը 10-ին փակվի ամբողջությամբ, ասացին խնդիր չկա, ժամը 10-ին դարպասներ դրեցին, ժամը 10-ից հետո անգամ ես էի մի անգամ ուզում մտնեի, տեսա որ հնարավոր չի, այսինքն միջոցներ ձեռնարկեցին, չէ։ Ու հիմա պրոյեկտը էս իրականության մեջ։ Այդ ժամանակ Ամերիկայի դեսպանը հայտարարում էր, որ ինքը բան է, ոնց էր ասեմ, մի վարքյան հիշեմ, էլի կոնկրետ այդ հայտարարությունը։ Այն ժամանակ Ամերիկայի դեսպանը հայտարարեց, որ ինքը մտահոգված է միասեռական անձնավորություն, միասեռական ոնց ասես, մի վարքյան հիշեմ, այդ մարդկանց սենց էր ձևակերպված սեռական ծառայություններ տրամադրող միասեռականների բանով խնդիրներով մտահոգված է, այսինքն այդ մարդիկ այդտեղ օրենք էին խախտում, որ սեռական ծառայություններ էին դեսպանատան մակարդակով բարմնա վաճառությունը ռոպագանդա։ Հասկանում ես, այդ ժամանակ այդպես հայտարարություններ էր գալի ու մեր դեմ պայքարող այդ ժամանակ Ամերիկայի դեսպանատունները իր հայտարարություններով ճակերտավոր ու այդ համայնքի ինչ-որ չմոռանանք Եվրամիության դեսպան։ Այս մարդիկ իրենց որ ճղում էին մի հատ նման խնդիրեր լինում, հիմա դեսպանատները ձեն ծպտուն։ Չէ, հիմա ընդհանրապես չեն զբաղվում Հայաստանի ներքին գործերով, բան։ Այն ժամանակ ինչի եք տենց ակտիվ, ինչի եք տենց զբաղվում։ Ժամանակով ինչ որ հանրահավաք էր անում, իրաց ներկայացուցիչները տեղ թափած էին, որ ինչ որ մի հատ ոստիկան մեկին մատով չկպներ։ Հա։ Ու հիմա իրանք Այսօր ոստիկանները ծեծում են, իրանք ընդհանրապես տեղեկա չեն։ Այն ժամանակ անգամ հիշում ես Բաղրամյանում Սրբազան պայքարի շրջանակներում որ կարակեցին ժողովրդի վրա, մենք էլ էինք այնտեղ բոլորս էլ, մեր վրա կարակեցին ու այդ եվրոպական միության ներկայացուցիչների դեսպանատներից չեմ հիշում ովքեր էին, բայց հիշում եմ հայտարարություններ, որ իրանք մտահոգված են ոստիկանների ինչ որ հետ կապված։ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպում ունեին այդ օրը։ Հա։ ու ոչ շատ ջերմ հանդիպում կայացավ։ Մենք մտահոգված ասում ոստիկանները կարակում, չէ, ոստիկանները, չէ, ոստիկանները կարակում էին, ասում են մենք մտահոգված ենք ոստիկանների բանով, որովհետև ինչ որ ոստիկաններն էին, չէ, վիրավորվել, երևի իրենց կարակոսներից չգիտեմ ինչից էին վիրավորվել։ Ասում են ոստիկան գործ ունենք երկակի ստանդարտների հետ։ Այսինքն իրենց մարդիկ եկել են իշխանության։ Ամեն ինչ կարելի է։ Հա, ամեն ինչ կարելի է իհարկե։ Այն ժամանակ իրենց մարդիկ չէին իշխանության, հիմա իրենց մարդիկ են։ Ու մուզեցը բերել են, իրենց խնդիրը այդ էր։ Այդ մարդկանց բերել իշխանության լուծել են, հիմա դրա համար ոչ մի ձայն չեն հանում։ Հա, սա նույնն է, որ Միացյալ Նահանգները խփում է Իրանի խաղաղ ժողովրդին տալիս սպանում է ու բայց բանա ժողովրդավարության, չգիտեմ, ինչ որ կարևոր բաստիոն է էլի Միացյալ Նահանգները։ Թե ամեն դեպքում այդ է, դրան ենք հասել։ Մեր ընկերներին, մեզ դիտողներին կոչ անենք, որ լինեն եկեղեցու կողքին բոլոր դեպքերում, եկեղեցին այսօր մեր համար բացարձակ արժեք է, առաքելական եկեղեցու մասին է, վեհապարը նույնպես, իմ անվերապահ հարգանքն ու որդիական հավատարմությունն եմ հայտնում ամենայն հայոց կաթողիկոսին։ Ընդ որում եկեղեցին նաև շատ լավ դաս տվեց քաղաքական գործիչներին,
թե ինչպես կարելի է միավորված լինել, մեկ բռունցք լինել, անկախ նրանից, հա, մի 10 հոգի կգտնվի դավաճան թե ինչ, բայց երբ որ կորիզը միասնական է, ինքը անսասան է ու հնարավոր չի իրեն։ Դեռ էլ անսասանություն տենց ինչ որ տեսանք տարբեր սրբազաններ դուրս եկան միացան Նիկոլ Փաշինյանին, 6 հոգի էին թե 7։ Այո, ու այսօր իրենք հա խայտարակ վիճակում են։ Խայտարակ իրավիճակում։ Հա, բայց երբ որ ասում եմ կորիզը միասնական է, այդ բաստիոնը չեն կարող գրավեն։ Պարզապես չեն կարա։ Ու երբ որ մարդ հաստատակամ իր տեղում մնում է, կարողանում է։ Բայց ես ամեն դեպքում Կճոյանի մասին այսօր տենց իրեն դիմեմ, մի փոքր այլ վերաբերմունք ունեի, որպես ազգային մարդ, բայց վերջում տեսանք ինչ դուրս եկավ։ Դե հույսով եմ, որ ինչ որ մի փուլում իրենք տենց ազդանշան ցույց կտան, որ բան են, գերի են։ Չէ, դե ամեն դեպքում Կճոյանի ժամանակ սա իրենց անձնական մղումները չէր էլի։ Դե անձնական մղումները ինչքան է գերի լինես, եթե դու եկեղեցական ես ու հասել ես այդ կետին, քո առաջ պետքա դու ինչ որ ոչի բանից չվախենաս, դու Աստծո մարդն ես, Աստծո ծառան ես, դու անձնազոհության գնալ, բայց ոչ դավաճանության։ Այդ դեպքում եկեղեցական, այսօր որ հասարակ մարդը կամ ինչ որ պաշտոնյա որ տես ինչ որ բան է անում, ամեն դեպքում ինչ որ կողքից նայելով էլի իրան դավաճանի աշկով ես նայում, բայց ամեն դեպքում ասում ես այս մարդը sense խնդիր ուներ, այսինքն չգիտեմ, իր անձնական խնդիրները ընտանիքի հետ բարեկեցության, թե ընտանիքի ապահովության հետ կապված բան կամ վախենում է բանտ նստելուց, բայց այսօր դու սրբազան ասենք Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն ես ու քեզ ասենք պահես այդպիսին, ինչ որ բանից վախենաս, ինչ որ ձայնագրություններից վախենաս կամ բանտարկվելուց վախենաս, ի Բագրատ Սրբազանը չէր վախում բանտարկվելուց, Միքայել Սրբազանը չէր վախենում բանտարկվելուց։ Ինչ որ մի բան փոխվի, վստահ եղեք, որ շատ հետաքրքիր բաներ հենց իրենք կպատմեն ու հենց առաջինը։ Չէ, բայց ամեն դեպքում ինչ ու ցանկացած ինչ որ բան լինի, եթե հոգևորականը իր հոգևոր ծառայությունը դավաճանում է, այդ մարդու ինչ ուզում է ասի, անընդունելի է ցանկացած ձև։ Դավաճանությունը ամեն դեպքում անընդունելի է։ Միայն հույսով եմ, որ մեր ժողովուրդը կարճ հիշողություն չի ունենա ու լավ կհիշի, թե ով ինչ արել, ոչ փուլում ինչպես է իրեն պահել։ Բան եղավ, այտենց պատմական բան հիշենք։ Պատմություն է էլի ամեն դեպքում դարձել։ Կճոյանը Bentley ուներ։ Այո։ Հիշում ես։ Այո։ Որ համացանցում տարածվեց մամուլում գրեցին, բան ծախես, չէ։ Այո։ Բայց ինչ գնաց։ Ավելի թանկ BMW, բայց BMW-ը դե չէին ասում Bentley-ը, բայց ավելի թանկ էր։ Գիտես, ես բոլորովին հակված չեմ եղել, որ 21-րդ դարում պիտի բարձրաստիճան հոգևորականը, ասենք, էշով շրջի։ Կճոյանի դեպքում բերք ուխտով շրջի։ Ես երբեք խնդիր չեմ ունեցել իր Bentley-ի հետ, Քավլիցի։ Բոլորս խնդիր չենք ունեցել։ Ես ասում եմ, շրջի Երևանում։ Եհովայի վկաների հետ կապված դեպք կար, կարող է հիշես, մի տարիքով պապի կար դիմել էր մեզ, այս մարդը իր ընտանիքում ոնց որ հարսը թորներին, հետո անվտանգությունում աշխատող իր տղային համոզել էր, տարել էր գործից հանել էր այդ կինը, սարքել էին ամբողջությամբ Եհովայի վկա։ Եկավ դիմեց մեզ, բա խնդրում եմ, բան թորներից ես բերել եմ մեր տուն ամեն օր կռիվների մեջ եմ, բան մի բանով օգնեք, ասենք մենք անձնապես չենք կարող գնանք մտնենք այդ մարդու ընտանիք, այդ ընտանիքում, ասացինք դու պետք է անես, մենք կարանք խնդիրները վեր բարձրացնենք, քեզ ասենք չգիտեմ, եթե տանք քո այդ ինչ որ միջոցառումներ կազմակերպենք, բայց գանք ձեր ու ձեր հարսի ու տղայի խնդիրների մեջ մտնել չենք կարող էլի, մեզ է թույլ չենք տա։ Այդ դեպքում հետո փորձեցինք Կճոյանին հանդիպել, ասացինք դե Սրբազան ջան, հիմա մարդկանց, չգիտեմ, արի քավոր կանգնի, կընկվեն մեր առաքելական եկեղեցում, ես ասեմ հրաժարվեց։ Այսինքն այն ժամանակից կարելի այդ մարդու հետ եկեղեցու հետ կապ չունի։ Մենք գալիս ենք նրան, որ եթե ամեն ինչ ժամանակին կանխվեր, այսօրին այս վիճակին չէինք հասնի։ Դե ժամանակին կանխվելը, գիտես ոնց հիմա այդ կազմակերպությունները հիմա բոլոր երկրներում կան, չէ՞, ամեն դեպքում, բայց վերահսկվում են, չէ՞, պետության կողմից, այն երկրներում, որտեղ ազգային ու պետականությունը կարևոր է։ Կճոյանին հնարավոր չէր կարգալույց անել շատ ավելի վաղ։ Դե հիմա արի գնանք այն ժամանակ, ես որ սկսեցի հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերվել, ես մտածում էի ամբողջ հայ առաքելական եկեղեցու ղեկավարը վեհափառն է, հետո Կճոյանը։ Ես տենց էի մտածում անկեղծ։
ի պաշտոն է այդպես է։ Դե ի պաշտոն է չէ, Արշակ Սրբազան դիվանապետն է, չէ, ի պաշտոն է։ Հա, բայց թե համարենք, որ ինքը հանրապետական թեմի առաջնորդական փոխանորդն է, եւ որ վերջին մարդը չէր։ Դե հա, ամեն դեպքում վերջին, բայց ես այտենց էի պատկերացնում, այսինքն չէի մտածում, որ հնարավոր է ինքը, այսինքն այդ եկեղեցական արժեքներից հեռու լիներ կամ ամեն դեպքում էլի, չգիտեմ, եկեղեցում գալու է մի օր, որ Կճոյանը Զեղչի կաթողիկոսի անունը եկեղեցում։ Ես այտենց բան կյանքում չէի մտածում։ Բայց այդքան խնդիրներով մեկտեղ մեր եկեղեցին ամենաբացառիկ հանդուրժողականությունը դրսևորել։ Դե ամեն դեպքում այն որ մինչև այս պահնել, որ իրենք կարգալույց չեն, էլի մայրաթորը հնարավորություն է տալիս ուղղվելու։ Այս մարդիկ անգամ այսօր կարող են ուղղվել։ Դեռ տված է այդ հնարավորությունը, օգտվեք այդ առիթից։ Բանը բանից անցել է։ Ինչն եք սպասում։ Չէ, տարբեր մեր հոգևոր հայերի մեջ մարդիկ կային 19-20 թվականին այցելում էի եկեղեցիներ, հիմա անվանական չասեմ, ինձ ասաց հոգևոր հովիվներից, մեր տեր հայրերից մի քանիսը ասում էին, դե հիմա սրանք էլ են նորմալ մարդիկ են, բան, օրինակ Հայկը Մարության գալիս է պատարակի իր կնոջ հետ, լավ է տղայա, բան, ամեն դեպքում տարբեր 2018-ին էլ չմոռանանք, որ հոգեորականներ կային։ Դե ամեն դեպքում հիմա ես դե այտենց մի քիչ ասում եի, դե դա ինչ չի բանը, ասում էին դու չգիտես, էլի չես ասում էի լավ, դե արի չխոսանք դրա մասին, բայց դրանից այտենց եկեղեցին դուրս եկավ, եկեղեցու դեմ դուրս եկան այս իշխանությունները, եկեղեցին փորձեցին պարատել, որը չստացվեց այսօր, ու այսօր թող այդ մեր հոգևոր հայրերը տեսնեն, որ իրոք ես այն ժամանակ ճիշտ էի ասում, որ այս մարդիկ այդ մարդիկ չեն, որոնք իրենց ներկայացնում են։ Իրենք հոգևորականներ են մարդ, իրենց սխալներով, շատ բնական է, եթե կարող են օրինակ շատ փորձառու քաղաքական գործիչներ։ Ես ուղղակի ինձ էի կապված 2018-ին Նիկոլ Փաշինյանին հավատալ, փորձառու քաղաքական ես շարքային քաղաքացին չեմ մեղադրում, Սևան։ Շարքային քաղաքացին կարող է սխալվել, կարող է այդ սրտիկներով, չգիտեմ, այդ ինչ որ մակետով կրծած քարտեզի ոգևորվել բան, նկարվել, բայց փորձառու քաղաքական գործիչները այդ իրավունքը չունեին։ Հոգևորականը կարող էր սխալվել, որովհետև չէր զբաղվում։ Շահի համար են անում, իրենց շահի համար են անում։ Դե իրենց շահը այսօր Նիկոլի Կովկին երապատկումը, հա, չէ, գումար, աշխատանք, բան, պարգևավճար, փող, հետո թռնեն գնան Ամերիկա ապրեն կամ Կանադայում ապրեն։ Հետո իրենք դարձան ընդդիմադիր, սկսեցին ավելի բարձր գոռալ, օրինակ, քան դու, որ երբևէ չես սխալվել այս իշխանությունը։ Գիտես ոնց, այդ մարդիկ միշտ էլ եղել են։ Այդ նման մարդիկ միշտ էլ եղել են։ Միշտ թող ներողություն խնդրեին, օրինակ Նաիրա Զորաբյանը միակ անձնավորությունն էր, ով երևի 10 անգամ եթերներով ներողություն է խնդրել, որ սխալվել է։ Ես Նաիրա Զորաբյանից բացի երկրորդ մեկին չգիտեմ, ով քաղաքական գործիչ, ով կանգնել է հրապարակային ներողություն է խնդրել, որ չգիտեմ 2018-ին սխալվել է։ Դե ամեն դեպքում հալա Տիկին Զորաբյանին, թե չեն սխալվել իրենք։ Նայ ուղղակի չէ կան մարդիկ, որ միշտ ինչ որ տեղերում են ու այդ տեղերում տես տարբեր փոխվում են, կապ չունի այդ ժամանակով է իշխանություն ընդդիմություն, մի օր իշխանության կողքին են, մի օր ընդդիմության կողքին, որտեղ որ ձեր կա էլի, հա։ Հիմա տես մարդիկ լիքը կան, ես 19 թե 20, չեմ հիշում, ոնց որ 20 թիվներ միջև կորոնան։ Միասին թե մենք չեմ հիշում, տենց մեծ շարժում կար, միասին, որտեղ երկրորդ նախագահի աջակիցներն էին հավաքված, փորձում ենք իրենց հետ համագործակցել, շրջում էինք տարբեր վայրերում, որ գնացինք Կապան, այդտեղ տենց փոքրիկ հավաք անելու, բարձրախոսներ կար, որտեղից խոսում էինք ամեն դեպքում, այսօր իր ցուցակի պատգամավորներից մեկի ամուսինը այդ ժամանակ բերե իմ անձամբ իմ վրա պիցա էր շպրտում, ասում էր դուք պիցայա կերեք։ Այսօր այդ մարդը падգամավոր է։ Իրա կինը։ Այսինքն այդ մարդիկ չփոխվող են, վաղն էլ ուրիշ տեղից կլինի падգամավոր, մյուս օրը մյուս տեղից կլինի, այն մյուս օրը չգիտեմ, կրթության փոխնախարար կաշխատի։ Ամեն դեպքում այդ մարդիկ կան ու ես նորմալ եմ տանում այդ մարդիկ միշտ պետքա լինեն, ոչ մեղադրում են, ոչ այդ մարդիկ։ Հիմա աղանդավորների կյանքի խոսքը ոնց է։ Կյանքի խոսքը կա, չէ՞։
Այդ մարդիկ էլ են տենց խմբակ, իրենց պատկերացումներով տենց շատ են մի քիչ հիմա ու ջրի երեսին երևում են ու մնում են ամեն դեպքում։ Այս 6 տարվա մեջ ես նույն այդ հանրահավաքների, ցույցերի, պայքարի, թեկուզ սոցցանցեր այնքան փայլուն մարդիկ եմ տեսել, ովքեր են որ անձնուրաց պայքարել են հայրենիքի համար, բայց միշտ նախընտրական ցուցակներում հայտնվում են այդ ձեր նշած դեմքերը։ Դե արդեն դա իրանց կորցն է։ Պարադոքս է, ընդ որում են քաղաքական ուժեր, ովքեր որ հիմա շատ են սիրում օգտագործել ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա։ Մենք ցուցակը նայում ես, տեսնում ես կամ նախկին են կամ ներկա։ Զարմանում ես, այսքան մարդ կա, այսքան 6 տարվա մեջ, ինչ 6 տարի, արդեն 2018-ից այս կողմ 8 տարվա մեջ։ Չէ, նայ Հրանտ ջան, հիմա ինչի հնարավոր չի այդ մարդկանց բերել առաջ, էլի լավ։ Նայ, մի հատ sense բան կա։ Իմ կարծիքով այդ մարդիկ չեն կարող իրենց ներկայացնել ոնց որ այն մարդիկ, այդ մեր նշած մարդիկ։ Դեռ սիրուն շորեր են հագնում, գալի երկու լավ սովորում են խոսք, լավ իրենց կարող են ներկայացնել։ Իսկ այն մարդիկ, ովքեր, չգիտեմ, կան էլի մեր շրջապատում էլի քան մարդիկ։ Այսինքն այն շատ սկզբունքայինները ձեռնտու չեն, հա, քաղաքական տարբեր process-ներ։ Չէ, իմ կարծիքով ոչ թե ձեռնտու չեն, այլ լուսանցքից դուրս են մնում, որովհետև մարդը անznազոհ իր համար, իր գաղափարի համար, իր հայրենիքի համար դուրս է եկել պայքարի, ինչ որ բան չի ուզում դրա համար։ Իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են այդ պայքարի համար, բարձա ուզում են, պաշտոն են ուզում, փող են ուզում կամ այլ բան են ուզում, դրա համար կանցով էլ մենք 2018 թվականը լավ անցնենք, 2019 թվականից պայքար կա, չէ, այս իշխանության դեմ։ Ու մենք 7 տարվա մեջ մենակ Նիկոլ Փաշինյան պահել ենք, ոչ թե ամեն դեպքում մոտեցրել իր հրաժարականին։ Դե երրորդ նախագահն էլ 21 թվականին ասաց, որ ընտրությունների պետք չի մասնակցել ամեն դեպքում։ Ու հետո ինչ եղավ, հետո տեսանք, որ բոլորը վազեցին ընտրության։ Դե որովհետև կար մեկ մարդ, ով ասում էր, որ կարելու ենք։ Այո։ Հիմա ամեն դեպքում։ Հիմա էլի երրորդ նախագահը նույն այդ քայլն արեց, հա, ասեց եկեք impeachment անենք։ Էլի գնանք ընտրության, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բայց տեսանք, որ այսպես ասած պատմությունը կրկնվում է։ Դե ինչ հույս ունենանք գոնե հունիսի 7-ին 8-ին լավ արդեն մենք կունենանք ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանություն, այլ ընդդիմադիր ուժերի իշխանություն։ Ընդդիմադիրների մեջ կան ազգասեր հայրենիքին նվիրված մարդիկ, ովքեր հաստատ համոզված են, որ Նիկոլ Փաշինյանից լավ կկառավարեն մեր երկիրը։ Ոնումա տեսնենք կմիավորվեն թե չէ։ Ամեն դեպքում բոլորին միասնության կոչ ենք անում, այսօր էլ ես էլ իմ ընկերներն էլ մեր ավակ ընկերներն էլ հանրապետական կուսակցությունից Սամվել Կարապետյանի հրավիրված հանրահավաքին էին, բոլորս մենք աջակցում ենք բոլոր ընդդիմադիր ուժերին, ոնց որ համագումարում երրորդ նախագահն ասաց, բոլորին կոչ ենք անում միասնության, գոնե հունիսի 7-ից հետո մենք ունենանք այլ իշխանություններ։ Ինչպես մեր զրույցի սկզբում ասացի, ամենակարևորն այն է, որ հասկանանք, որ այս ընտրությունը նաև հանրաքվե է։ Հանրաքվե է իր տեսակով, որ մենք մայրաթոռը հանձնելու ենք, թե չենք հանձնելու։ Էջմիածինը հանձնելու ենք, թե չենք հանձնելու։ Որ 2021 թվականին հիշում ես, չէ՞, ասեց, ինձ պողպատե մանդատ են տվել։ Հիմա էլ չասի էլի, որ հիշում ես, հիմա էլ չասի, չգիտեմ։ Արի, ես ուզում եի ավարտենք, բայց արի չավարտենք, էլի, տվել, որ Էջմիածինը հանձնեմ։ Կհիշես դու էլի, մամուլի հետ փոխկապակցված մարդ ես, լրագրող։ Հիշում ես 20 պատերազմից հետո, չեմ հիշում, որ ամիսներ, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ Հիշում ես տենց օր։ Այո։ Հիշում ես ինչ որ մեկը կար, դուրս եկավ։ Հիշում ես ինչ որ մեկը կար, որ ֆորմով զինվորական, համազգեստով։ Տեղը չէր բերում, որտեղ էր կռվել։ Բասի հետ, որ ասում էր Ջաբրայիլում եմ կռվել, թե հետո Ջաբրայիլը որտեղ է բանան, ասենց ինչ որ հիշում ես, չէ՞ դա։ Նայ, ես նորպես հետաքրքրված մարդ որոշեցի գտնել այդ մարդուն։ Իմ ծանոթների միջոցով գտա որտեղ է ապրում, Արմավիրի մարզի գյուղերից մեկում։ Գնացի տեղ։ Օպերատորի հետ այդ ժամանակ մենք լրատվական կայք էինք բացել, աշխատում էինք այդ ոլորտում։ Գնացինք որ այդ մարդուն գտնենք, ներկայացնենք։ Մոտեցա իրեն, դες բարևեցինք, բան ինձ ասես դու բայց անդիմադիր ես, բան ասի չէ։ Ո՞վ անդիմադիր ասի։ Բան ում կողմից ես, ասի դու ում կողմից ես, ասես Նիկոլ Փաշինյանի, ասի ես էլ։
Բարի խոսանք, ասի արի։ Շամ հրավիրեց միտեղ նստեցինք իրենց այդ հայաթում, տան հայաթում Բաքում։ Ասում եմ, բա դու ինչ կապ ունես էլի կռվի հետ, բան, ասում հələ չի նկարվում, չենք է նկարելու, քիչ խոսա, որովհետեւ իրա ծանողներն էլ բա իմ տղան հիվանդ տղա է, բան, խի նկարեք, բան, տենց ծաղրում են, բան են անում այս կոմենք, ասի լավ չենք նկարի, արի մի հատ խոսանք, հասկանանք ինչ ես դու ուզում էլի։ Լսի այդ տղեն ավել էր ծախում։ Սովորական ավել էր կապում, ցանում էին ավելը, դե ոնց է։ Կապում էին, դուրս էր գալի փողոցներով ավել էր ծախում, չգիտեմ, մեր Երևանը բնակ ընկերներն էլ դες քաղաքացիներն են, որ առավոտները գալի գոռում են ավել, այդ մարդկանցից մեկն էր։ Ինքը ասում է, ես ինձ վայնկոմատ կանչեցին, ինձ ֆորմա տվեցին, ասին քեզ հələ կկանչեն, երբ որ պետք է լինի կգաս կռիվ, ու ասում է, ես իմ ավելի գործն էի անում, հետո որ Նիկոլ Փաշինյանը ասեց, եկեք հանրապետության հրապարակ, հելա ֆորմես հագսեր, դե մի անգամից իջա հրապարակ։ Հասկանաս մարդը չի կարվել խափում էր։ Այդ են Նիկոլ Փաշինյանի աջակիցները։ Դե մենք տեսել ենք, չէ, Աբաջանի կեղծ պապի։ Դե ուղղակի ժողովուրդը չի հասկանում, իրոք չի հասկանում, չեմ հասկանում, այսինքն այդ նախկին նախագահները, նախկին, չգիտեմ, իշխանությունները ինչ են արել այս մարդկանց, ինչ են արել։ Ես չեմ տեսել ինչ որ, չգիտեմ, որ ասում են ինչ որ մեկին ինչ են արել, անձամբ ես ցանկացած Նիկոլ Փաշինյանի աջակցող մարդու ում տեսնում եմ ասում քեզ ինչ արի անձամբ քեզ արի մի կողմ դնենք որովհետև եթե խոսանք պետությունից պետականություն ունենալուց այդ մարդիկ շատ ավելին են արել քան թե այլ ինչ որ մեկը այստեղ էլ գալիս դրանից չխոսանք որովհետև իրանք պատկերացում չունեն դրա մասին որ մի հատ էլ խոսանք ասեմ անձամբ քեզ Նիկոլ Փաշինյանը ինչ արել այստեղ գալիս ենք նրան ինչի վերաբերյալ թեման սկսեցիր հա այս աղանդները այդքան գլուխները լվացել են մարդկանց ու հիմա այդ նույն տեխնոլոգիաները կիրառվել է YouTube-ում այդ բազմաթիվ քարոզչական, նույն այդ TikTok, սոցցանցեր, մարդկանց ուղեղի լվացում է գնում։ Ռուսները, ախպեր այդ ռուսները ինչ են արել մեզ։ Այդ չէ լուրջ եմ ասում, ասենք մինչև 18 թվականը Ռուսաստանը գազը ինչքանով է տվել։ Ռուսաստանի հետ հարաբերությունները ո՞նց է եղել։ Ինչ են արել այդ մարդիկ մեզ։ Ինչ են արել իրոք մեր անկախությանը սպառնացել են չեն սպառնացել չէ միանշանակ ոչ մեր սահմանները պահել են չէ Թուրքիայի Իրանի ինչի անցյալով չէ միջև 18-ն են գցում որովհետև 18-ից ռուսական ռազմաբազան կանգնած հայ-թուրքական սահմանը պահում է Ռուսը որ միջև 18 թվակ 18-ից հետո Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ հարամ է արել Հիմա եթե դու գնաս քո բարեկամին սկսես թշնամանք ցուցադրել, այդ բարձա պետքա քո բարեկամն է քեզ թշնամանքով պատասխան տա։ Դա նորմալ երևույթ է, այդպես պետքա լինի, էլի, ուրիշ ձև չեմ կարծում որ պետքա լինի։ Բայց ընդ որում մի բան ասում է, բայց մինչև վերջ չի գնում։ Դե ամեն դեպքում կայր հապկից։ Չէ, ամեն դեպքում հիմա ուզում եմ հասկանալ, հատենց ասում են ռուսները բան, այդ մարդիկ ինչ են արել ձեզ։ Չէ, իրոք։ Հայ 2 միլիոն հայ կա Ռուսաստանում, եթե ոչ ավել։ Ինչ են արել։ Ամբողջ այստեղ հակառակներն են, որ ասում ես լավ ռուսները վատն են գնացին, ուր եք գնում։ Բայց վատ ինչ են արել։ Եվրամիությունը։ Չէ, հրանջ ինչ են արել։ Երբ ասել որ հասկանամ։ Եկեք ընդունեմ ձեզ։ Ինչ արել Ռուսաստանը, ռուսները, հայ ազգին ինչ արել։ Օրինակ թուրքերը ցեղասպանել են։ Դե ռուսները եկել էին Արցախ առաքելությամբ Նիկոլ Փաշինյանը գնաց Պրահայում ասաց բանը Արցախ դա Ադրբեջան Դա Արցախը հանձնում է Նիկոլ Փաշինյանը մեղավոր են ռուսները նախկինները զենքը դրել էին գլխին ասում էին Աշոտիկին կսպանենք պետք է ստորագրես Դրա համար միշտ պետքա մեղավոր գտնել միշտ ասում են ժողովուրդն է մեղավոր հիմա ընտրությունները ժողովրդի պետք չի մեղադրել ասում երկիրը դարձրել են այդ իրենց հայկական ժամանակի խմբագրությունը ինչ ուզում անում են ինչ դեղին մամուլ ինչ դեղին հայտարարություն ուզում անում են գիտես Երևակայի ավելի լավ կլներ գոնե հայկական ժամանակի մակարդակներ բայց այս արդեն բանն է երկրի հակառակ կողմն է այդ գրքի բովանդակությամբ հանդերձ նայ այն մոտ բան կա ԿՀ-ի նախագահ կա Խաղագն Հովակիմյան չէ չեմ սխալվում մեր ընկերներից մեկը պատմում էր Նիկոլ Փաշինյանի խմբագրությունում էր աշխատել Ավետիսը Բաբաջանյան ճանաչում ես երբ ասում ես Վահագը որ զուգարն էր գնում ասում ջուրը չէր քաշում ասում եմ մենք չգիտեինք ով է որ ջուրը չի քաշում հետո իմացանք ասում սրան լարինք Նիկոլն է ասում անենց քֆրտեց սրան լարեց
ասում է հետո տենց ինչ որ ֆինանսական խնդիրներ ուներ, եկավ խնդրեց, ասեց գամ էլի ոչմ բան, ու ինքը տենց որպես լրագրող միջակից թույլ ա եղել։ Հիմա Վահագին նշանակել է ԿՀ-ի նախագահ, հիմա ինքը ինչ ասի, Վահագը անելու է։ Ու մենք սպասում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամսի 8-ին մեզ ներկայացնելու է իրական պատկերը։ Այ ընդդիմությունը 100% ձայն տանի, Վահագն Հովակիմյանը այդ ձայները ցույց չի տալու։ Այդպես չես կարծում։ Չեմ բացառում։ Նայ այդ պատմությունից ելնելով եմ ասում։ Ես էլ կարծում եմ այդ պատմությունից ելնելով կարծում եմ, որ ինչ ձայն է տանի ընդդիմությունը, Վահագն Հովակիմյանը չի հայտարարի, որ ասենք, չգիտեմ, Սամվել Կարապետյանի ուժն է հաղթել կամ չգիտեմ, մյուս այլ ընդդիմադիր։ Դե որ ասում եմ չփչացնենք այն լավատեսությունը, համարենք, որ այնքան հուշկու կլինի, ժողովուրդը այնքան պատրաստ կլինի տեր կանգնել իր տված ձայներին, որ առնվազն գոնե հետընտրական process-ներով տեղական։ Օրինակ ես 12 թվականից ընտրական process-ների մասնակցել եմ, եղել եմ հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի քարտուղար, դիտորդ, վստահված անձ, բոլոր այդ process-երին մասնակցել եմ։ Ես չեմ կարծում, որ հնարավոր է տեղամասում այդ ամբողջը վերահսկել։ Նույնիսկ հարցը տեղամասը չի, վերջում որ նեղ ընկնեն Ալիևի պատժկականի։ Դե էդ էլ կա։ Օրինակ, չգիտեմ, Էրդողանը, պատերազմ, իրանք հիմիկվանից են սպառնում, ասում են, եթե մենք չընտրվենք սեպտեմբերին պատերազմա լինելու։ Ուղիղ ասում են։ Այսօր իդեպ մի քաղաքացի մոտեցավ Նիկոլ Փաշինյանին, ասեց, եթե այս խաղաղությունը ձեր անձով է պայմանավորված, ես աղոթում եմ ձեր համար, որ ձեզ բան չլինի։ Փաստորեն, որ դուք չլինեք, խաղաղություն չի լինելու։ Այսինքն մեկ անձով պայմանավորված խաղաղություն։ Ասել է, եթե ես չլինեմ, Ալիևը սեպտեմբերին պատերազմ անել։ Չգիտեմ, օրինակ այդ ավտոբուսը որ գնում է, ինչ որ վթարի է ենթարկվի ու Նիկոլ Փաշինյանը էլ չլինի, այսինքն Հայաստանը չկա, էլ չունենք Հայաստան, Թուրքիան ու Ադրբեջանը կհարցակվեն, կգրավեն։ Որովհետև արդեն պիտակավորել է, որ մնացած ուժերը պատերազմի, այսպես ասած, կուսակցություններ են։ Բայց ոչ ոք պատերազմի կուսակցություն, բոլորն են խաղաղության կողմնակիցներ են, բոլորն էլ խաղաղության։ Բայց ոչինչ էլի, որ իրենց քաղաքական ուժն էլ մահաբեր, այսպես ասած, կուսակցություն է։ Իրենք նույնիսկ Քարոզ Արշավի ժամանակ այսօր մինչև կհասնեին տեղ արդեն ոստիկանության մեքենայի հետևանքով էլի զոհ է։ Նայ, այս ապուշները ինչ են ասում, նայ, ընդդիմությունից մարդիկ կային, որ խոսեցին, ասեցին բանը, չէ։ Նիկոլ Փաշինյանի Շարասյանը ուղեկցող ավտոբուսը վթարվեց, դուք մահաբեր իշխանություն եք բանը։ Հիմա էլ իրանք մտել են, ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ժամը 8-ին է շարժվել Սայեթնովայից, այդ դեպքը եղել է ժամը 7-ին։ Հնարավոր չէր, բայց այդ ոստիկանության ավտոմեքենան Նիկոլ Փաշինյանի շուտ էր գնում այդտեղ, որ իր անվտանգությունը պահեր։ Ինչ կապ ունի, ասենք, ձեր ասած էլի, նույն տրամաբանության մեջ է։ Դե իրենք մտածում են հենց մի անգամ պետք է վատ կռուտի տանել։ Ուրախ ավտոբուսի անիվների տակ ընկներ այդ քաղաքացին, որ համարվել որ սա հղիկինը ընկավ Նիկոլ Փաշինյանի Շարասյան ավտոմեքենաներից մեկի տակ։ Ինչ եղավ։ Ոչ մի բան։ Ու այդտեղ նաև մեր հանրային քաղաքացիների մեղավորությունն է, որ մենք արձագանք կա, բայց այդ մասշտաբային չի էլի։ Նայ, ուղղակի մեր լիքը մարդ on-line է փորձում հետևել, բայց երբ որ պահը գալիս է, որ այո, պետք է ինքնաբուխ այդ քաղաքացիները դուրս գան, տեսնում ես որ չէ, էլի որ ասում եմ մենք մենացով ենք, բոլորին արդեն դեմքերով դիտենք։ Այդ 10 թվականին էլ ոչ ոք ինքնաբուխ դուրս չի եկել փողոց։ Միանշանակ հանել են փողոց, մարդիկ եղել են էйֆորիայի տակ, արդեն վերջում ինքնաբուխ բազմաթիվ փաստեր կան թե աղանդավորների ներգրավվածության։ Չէ, LGBT ժողովուրդը չմտան Երևանի քաղաքապետարան ջարդին փշրին ինչ ասես արեցին։ Այո։ Փոստանջան Զարան էլ այնտեղ օգնում էր իրենց բան, խնդում էր, նկարվում էր հետները, չգիտեմ։ Այո։ Այսօր բայց Զարան դե ազգային աղջիկն է, կինն է դառը։ Մենակ Զարան չէ։ Եկեք նախընտրական շրջանը անուններ չտանք, բայց այն շատ այսօր թունդ ազգային փրկիչ քաղաքական ուժերը իրանք էլ են մարդիկ էին բերում հրապարակ։
Մենք տեսել ենք, չէ, այդ կադրերը այսօր սոցցանցում, Facebook-ին աշխատում էին տարբեր պաշտոններում շամպայներն էին բացում։ Հա, ու այսօր ամեն դեպքում այսօր իրենք ավելին են, որպես բարձր մի բանը կարող է, գիտես, շրջվեն, ասենք քեզ մեղադրեն, մեզ մեղադրեն, բան անեն, ասեն դուք բերեցիք, կարում աշխատանքի գնալ։ Ինչը բերեց, բան։ Մենք այդ ժամանակ չէինք կարում աշխատանքի գնալ։ Որ այդ ինչ որ մեկին, որ ասում են դու բերեցիր Նիկոլ Փաշինյանը, բերողներն են ասում։ Այսինքն ումա բերել, քեզ ա բերել։ Դու ես այնտեղ կանգնած հրապարակում։ Մենք չկայինք, այնտեղ չենք։ Չէ, այս մարդիկ մտածում են, որ պետք է գային ոստիկանության զորքերը իրանց սպանեին, որ այս ամեն ինչը չլներ։ Իրանք այտենց են մտածում։ Հա, դե այդ ժամանակ էլի մեղավորը կլիներ։ Դե բարձ է։ Ես ասում այն ժամանակ մեկի աչքից, չգիտեմ, փուշ մտներ մատը, մինչև միջազգային դատարաններ գնում էր գործը։ Իհարկե։ Բոլոր եվրոպական կառույցները, դեսպանատանները խոսում էին դրա մասին։ Զեկույցներ, ես ասենք 12, 13, 14 թվերի զեկույցներ կային մոտ, որ այն ժամանակ հավաքել եմ, որ LGBT համայնքի հետ կապված ԵԽԽՎ-ում բաներ քննարկում Հայաստանում այդ տիրող իրավիճակում։ ԱՄՆ պետդեպի ամենամյա զեկույցներում միշտ հայ առաքելական եկեղեցուն ինչ որ պրետենզիաներ կար։ Հա, հայ առաքելական եկեղեցու հոգևորականների հանդեպ ու անվանական էլ։ Ես ասում եմ, ինչու է օրինակ բանը հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոց։ Չէ, ես նա ինչ եմ ասում, Pink Armenia կազմակերպություն կար, չէ։ Ինքը զեկույցներ էր հրապարակում։ Ասենք անձամբ իմ անունն էլ են գրել, Կոմիտաս վարդապետի անունն էլ են գրել, էլի հոգևորականների անուններ են գրել, նախկին քաղաքապետ։ Ախր բայց այդ հասարակական կազմակերպությունները այսօր գոյություն ունեն, որ պայքարում են իրանց դեմ հալածանքների եւ այլն։ Եթե այդ ամեն ինչը չլինի, իրանց այդ փող չեն տա։ Ընկեր մենք ենք այսօր հալածվում, մենք ենք հալածվում, պետքա նորմալ մարդկանց ազգային։ Բայց ի տարբերություն քեզ, որ հալածվում ես, գումար չեն տալիս, իրանց հալածվելու դեպքում գրանտները։ Դե արի մի հատ կազմակերպություն բացենք ու ասենք այսօր այն փոքրամասնությունը նորմալներն են դարել։ Այո։ Այսօր այդ մարդիկ են, այսինքն այն վատ ժողովուրդը, որը փոքր ինչ-որ արտահայտություն կար, չէ՞, ասում են նոր նորմալ ինչ-որ sense բան, հիմա այդ փոխվել է։ Չգիտեմ, բայց ամեն դեպքում այն ժամանակ բան կար, այդ ճակերտավոր այդ փոքր խմբակները, որ կային, հավաքվել եկել են իշխանության։ Այո։ Այսօր ԿՊ-ի գաղափարախոսության մեջ տեսել ես ինչա գրած։ Գաղափարախոսությունը։ Որ մեկը նկատի։ Ընդհանուր իրենց կուսակցության գաղափարախոսությունը ո՞նց է գրանցվել պետրեգիստրում։ Գաղափարախոսության, դες գրած է գաղափարախոսություն, տակ ինչ է գրած։ Չեմ կարող մտածել։ Ազատ է։ Ազատ է։ Հա։ Ազատ է։ Ազատ ցանկացած գաղափարախոսությամբ կարած ներգրավես։ Բայց Նիկոլ Փաշինյանը նենց չի որ երբևէ թաքցրել է, եթե հիշում ես, երբ որ վարչապետ էր ընտրվում, ասենք չգիտեմ, երբ որ վարչապետ էր ընտրվում, զինվորական համազգեստ էր հակը, թևն է կապել էր Մոնթեի պես, որ ազգային տղա է։ Հա, բայց ինքը այդ ժամանակ Սերժ Սարգսյանը հողեր է հանձնում։ Ազգային ժողովում շատ հստակ հարցին Հայկ Բաբուխանյանն էր այդ հարցը տվել, թե ինչ գաղափարախոսությամբ եք դուք մտնում գալիս իշխանության, ասել էր մենք իզմեր չունենք։ Հա։ Ազատ, հա, ինքը ամեն ինչ միշտ էլ անկեղծ ասել է։ Հիմա էլ անկեղծ մարդը ասում է, մենք գալու ենք, մենք այս անգամ, այն անգամ եկանք Արցախը հանձնեցինք, այս անգամ էլ գալիս ենք կաթողիկոսին գահանքեց անելու։ Անկեղծ է, անկեղծ ասում է, բայց էլ ինչ անի։ Էլ ինչ անի։ Այս ռեպրեսիաները, ամեն ինչը այսօր ինքն իր դեմ ավելի շատ է աշխատում, քան ամբողջ ընդդիմությունը իր դեպքում։ Այսքանով Հրանտ ջան եզրափակենք, եթերում ուրիշ կարծիք ոդքասթներ կհանդիպենք շուտով։